Տիկին Ղազարյան, նախ վերջին շրջանում ընդդիմադիր երկու խմբակցությունները պարբերաբար բարձրացնում են իմպիչմենտի հարցը, այսօր նաև Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել ու կրկին վերահաստատել, որ պատրաստ է իմպիչմենտի գնալու համար տրամադրել իր 28 падգամավորների ձայները։ Ընդհանուր առմամբ այս գործընթացը ինչպես կմեկնաբանեք, իրապես, այսպես ասած, ընդդիմադիր երկու ուժերը ուզում են անվստահություն հայտնել վարչապետին, թե սա ինչ-որ քաղաքական այլ նպատակներ հետապնդող գործընթաց է։ Տեսեք, անդրադառնանք նախ Հայաստան խմբակցության կողմից արված հայտարարությանը, ուրեմն ինչ էր վկայում այդ հայտարարությունը, կարծես սեփական անկարողության նկատմամբ ինքնախոստովանանք էր, ինչ է ասում հայտարարության մեջ, մի կողմից ասում է, որ այո, մենք կմիանանք իմպիչմենտի գործընթացին, բայց մյուս եւ նաեւ փաստում է, որ քանի որ դա ժողովրդի մեծ պահանջ է, եւ մյուս նախադասությունում կարծես ասում է, որ այս գործընթացը չի հաջողի, եթե չկարողանանք համաժողովրդավարական ճնշում գործադրել եւ այդպես էլ քանի տարիներ, ինչքան հայտարարում են, տեսնում են, որ ժողովրդական ճնշում չեն հայտարարում, այսինքն ինչ է ստացվում այստեղ, կարծես ինքնախոստովանանք է, որ այո, մենք միանում ենք, բայց միևնույն է այդ գործընթացը չի ստացվի, որովհետեւ ժողովուրդը մեզ չի աջակցում։ Սա շատ հետաքրքիր էր ամեն դեպքում եւ միանշանակ ցանկացած ընթերցող ով ծանոթանա այդ հայտարարության հետ, այլ ասոցիացիա չի առաջանում, քան սեփական իմպիչմենտ հայտարարելու մասին վկայություն եւ ես կարծում եմ երկու քաղաքական ուժերն են խորհրդարանում այսօր այսպես ասած թարս ինքնաիմպիչմենտ են հայտարարել իրանց, որովհետեւ ինչ է ստացվում, հայտարարում են, որ ժողովրդի պահանջը, ժողովրդի աջակցությունը կա, ժողովուրդն է ուզում իմպիչմենտ հայտարարել վարչապետին, բայց արդյունքում հայտարարում են իրենց պարտության ու անկարողության մասին։ Տիկին Ղազարյան, շատ հետաքրքիր է, որ օրերս Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ իրենք ծրագիր ունեն, օրակարգը շարունակում է մնալ նույնը, այն է վարչապետի հրաժարականը, սակայն պատիվ ունեմ խմբակցության падգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենք վարչապետի թեկնածու չունեն, ընդդիմությունը վարչապետի թեկնածու չունի, որտեղ է տրամաբանությունը, երբ մի կողմից պայքարում են վարչապետի հրաժարականին հասնելու համար, մյուս կողմից ասում են, որ չունեն վարչապետի թեկնածու։ Տեսեք, մենք վերջերս շատ ենք հանդիպում այն դեպքերին, երբ իրենք վախենալով իրենց թեկնածուն ունենալ, քանի որ վստահ գիտեմ, որ ժողովրդի կողմից մերժված եղել են ու մնում են մերժված այսօր, առաջարկում են այլ դեմքերով հանդես գալ, այդ իսկ պատճառով վախենում են որևէ մեկի անունը հայտնել, որևէ մեկին ասել, որ իրենց վարչապետի թեկնածուն է, որովհետև այն թեկնածուները, որոնք առաջադրել են բացարձակապես ժողովրդի կողմից որևէ վստահություն չունեցող կամ ինչ-որ աջակցություն չունեցող մարդիկ են եղել ու առհասարակ իրենք լինելով մերժված չեն ուզում իրենց դեմքով ի հայտ գան, բոլոր ընտրություններում, վերջերս Գյումրիի ընտրություններում եւ այլն իրենք հանդես են գալիս այլ դեմքերով, դա է պատճառը, որ չեն հայտարարում, որ թեկնածու ունեն, բայց հենց հարմար առիթ ունենան, բնականաբար թեկնածու ունեն եւ իրենց մեջ հաստատ քննարկած կլինեն, ուղղակի իրենք ելի եմ ասում, վստահ են, որ անկարող են որևէ բան փոփոխել, որովհետեւ չունեն աջակցություն իրականում, ես ասում եմ ժողովուրդը իրենց արդեն մերժել է եւ դժվար է նրանք կարողանան երբևէ աջակցություն գտնեն մեր հայրենակիցների շրջանում, այդ իսկ պատճառով հիմա զերծ են մնում իրենց թեկնածուի անունը տալով, բայց եթե հարմար առիթ ունենան, ես կարծում եմ նման առիթ չի ընձեռվի, ամեն դեպքում կունենան թեկնածու բնականաբար։ Տիկին Ղազարյան, նաև վերջին շրջանում շատ ենք լսում այն կարծիքը, որ այս ընդդիմությունը շատ հարմար ընդդիմություն է օրվա իշխանության համար։ Դուք ինչպես կմեկնաբանեք, դուք համաձայն եք այս կարծիքների հետ։ Առհասարակ քաղաքական նորմալ օրակարգ ձևավորելու, նորմալ նախագծեր քննարկելու եւ այլնի համար շատ լավ ընդդիմություն ունենալը շատ լավ բան է։ Բայց եկեք մենք փաստենք, որ այսքան տարիների ընթացքում այս ընդդիմությունը չէր եկել խորհրդարանում աշխատելու, այլ եկել էր խորհրդարանի աշխատանքները խաթարելու, բացի դա նրանց միակ նպատակը եղել է վարչապետին հեռացնել, այս իշխանություններին հեռացնել, այսինքն այլ միտում, քան ատելություն տարածելը իշխանությունների նկատմամբ, հնարավոր վատ վերաբերմունք ցուցաբերելը, խաթարել նիստերը, նախագծերը եւ այլն, այլ նպատակ չեն ունեցել, այսինքն չեն աշխատել ի օգուտ Հայաստանի
Հանրապետության քաղաքացու։ Եվ այսօր էլ մենք նկատում ենք բոլոր տեսակի այն պոպուլիստական հայտարարություններ անելը, բոլոր տեսակի օրինակ վերջին նիստի ժամանակ հայտարարագրմանը դեմ արտահայտվելը ու շատ ծիծաղալի էր այն հիմնավորումները, որոնցով հայտարարագրմանը դեմ էին արտահայտվում եւ այլն, փաստում է այն մասին, որ այն նախագծերը հատկապես, որոնք որ նոր բարեփոխումների, նոր ժողովրդի կյանքը բարելավելու, ավելի թիրախային աջակցություններ հետագայում տրամադրելու եւ այլն հայտարարման մասին անընդհատ կարելի է խոսել, եթե այլ առիթ լինի, կմանրամասնեն, փորձում են թիրախավորել, փորձում են քաղաքական դիվիդենդ հավաքել։ Հիմա կոնկրետ բոլոր երկու քաղաքական ուժերն են խորհրդարանում, աշխատում են նրա վրա, որ կարողանան այս կարճ ժամանակում ավելի ընդդիմադիր Երևալ, փորձեն ամեն մի գործընթացի արդյունքում քաղաքական դիվիդենդներ հավաքել, պոպուլիստական հայտարարություններով ու նախագծերով հանդես գալ։ Մենք առաջիկայում էլ կհանդիպենք նման դեպքերի, այնպես որ դա անակնկալ չի ոչ մեկիս համար, նրանց գործելավոճն է այդպեսին, այս ընթացքում ուղղակի պետք է կարողանանք այսպես հանգիստ հանդարտ դիմակայենք այս բոլոր իրենց այդ պոպուլիստական գործունեությանը, որը անելու են, որպեսզի 2026 թվականին փորձեն որևէ չափով որևէ մեկը խորհրդարանում հայտնվի։ Տիկին Ղազարյան, նաև շատ հաճախ այն մեղադրանքներ ենք լսում, թե ինչու են այս մարդիկ, ասենք օրինակ ազատության մեջ եւ ինչու են կարողանում անգամ տեխնացու առաջադրվել։ Օրվա իշխանությանը պետք է, այսպես ասած, օրակարգ ձևավորող ընդդիմություն, թե ինչպես ժողովուրդն է ասում, այս ընդդիմությունը հարմար է իշխանությանը։ Չէ, այս ընդդիմությունը հարմար է իշխանությանը, գիտեք, որ առումով, որ որևէ հարցում նրանք խոսելու տեղ չունեն, որովհետև բոլոր իրենց հնարավոր գործունեությունները, մենք բոլորս տեսել ենք իրենց կառավարող ղեկավարների, այդ ուժերին ի հայտ բերող ղեկավարների, թե Քոչարյանի, թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք ինչպիսի կառավարում է եղել երկրում, այնպես որ ամեն ինչից խոսելուց միշտ իրենք ունեն իրենց թույլ կողմերը, բայց այնուամենայնիվ որպես իշխանություն ես կարող եմ ասել, որ լավ ընդդիմություն ունենալը, հետաքրքիր աշխատել ուզող հանրօգուտ գործունեություն ծավալող ընդդիմություն ունենալը շատ լավ բան է եւ ես հուսով եմ 2026 թվականին ժողովուրդը հենց ընտրություն կանի այնպես, որ ընդդիմությունն էլ լինի գոնե այն ընդդիմությունը, որը կարող է որևէ հարցում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին լինել եւ նրան օգնել բնականաբար։ Դուք լսել եք մեր պատգամավորների կողմից էլ նման արտահայտություն, որ կարծես նվեր լինեք, որովհետեւ այն ինչ գործունեություն, որ իրենք ծավալում են, շատ հեշտությամբ գնում է, թե տեսեք, իմպիչմենտի գործընթացը շատ լավ գիտեն, որ ձախողվելու է, մենք էլ գիտենք, որ ձախողվելու է, այսինքն նույնիսկ անլուրջ եմ վերաբերվում ես այս գործընթացին եւ առհասարակ կոչ եմ անում, որ նույնիսկ լրատվականները երկար ժամանակ չծախսեն լուսաբանեն, որովհետեւ այս մարդիկ այն միակ բանը, որ ուզում են իրենց ցուցադրելն ու հնարավորինս ակտիվ քաղաքական աժոտաժի մեջ լինել, այսպես մենք նպաստում ենք, որպեսզի հնարավորինս իրենց այդ չարաճճիությունները, այսպես ասած, առաջ բարձեն, ինչը չարժի, որովհետև երկրում բավականին նորմալ գործընթացներ են իրականացնում ու լավ կլինի, որ մենք կենտրոնանանք այն ամեն ինչի վրա, ինչ իրականացվում է երկրում։ Եվ Տիկին Ղազարյան, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք արդեն տեսնում ենք հստակ դիրքավորում, վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ ուսանողների հետ եւ հստակ, այսպես ասած, մեսիջներ ուղղեց Ռուսաստանին։ Ինչ է կարծում, հնարավոր է կամ ռուսական կողմը խաղադրույք անում է Ռոբերտ Քոչարյանի վրա, որպեսզի, այսպես ասած, Գյումրու սցենարով, ժողովրդավարական ճանապարհով իշխանության բերի իր տեխնացուին։ Դուք այս շանսերը որքանով եք հավանական համարում։ Ես չեմ ուզում այսպես նախապես գուշակեմ, թե ինչ կլինի 2026 թվականին Ռոբերտ Քոչարյանի եւ նրա խմբակցության հետ հետագայում, բայց մի բան հստակ երևում էր, որ այն ամեն ինչը, ինչ անամոթաբար խոսում էր Ռոբերտ Քոչարյանը եւ չեմ դադարի դա կրկնել, որովհետեւ մարդ չի կարող այնքան անպատկառ լինել, որ խոսի այնպիսի բաներից, որի ժամանակ ուղղակի խայտառակ վիճակում են եղել, ապշել կարելի է նույնիսկ, բայց բացի այդ անընդհատ չդադարելով այսպես հավատարմության երթում տալ Ռուսաստանի Դաշնությանը, դա ակնհայտ էր արվում էր հենց այդ նպատակներով, բայց կտեսնենք հետագայում ինչքանով Ռուսաստանի Դաշնությունը իրեն կընտրի կամ ինքը ինչքանով այդ նպատակը իր առջև դրած կկարողանա ի կատարածի, դա էլ արդեն հետագայի հարց է, կտեսնենք ընթացքում ոնց կլինի։ Իսկ իշխող ուժի մոտ վստահություն կա, որ ամեն դեպքում ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելում է։
Տեսեք, իշխող ուժի մոտ այնքանով կա վստահությունը, ինչքանով որ թափանցիկ աշխատում է ժողովրդի հետ։ Մեր ցանկացած գործընթաց արտաքին հարաբերությունների հետ բռնացրած միջև ամենաներքին, այսպես ասած, նախագծերի, ամենաչնչին նախագծերի քննարկում տեղի է ունենում ժողովրդի անմիջական մասնակցության արդյունքում։ Եվ մեր հայրենակիցները բավականին լավ քաղաքական միտք ունեն, ցանկացած համայնք կարող եք այցելել եւ տեսնել լավ քաղաքականացված են եւ շատ լավ պատկերացնում են յուրաքանչյուր գործընթացի թե բարդությունը, թե ընթացքը, թե թափանցիկությունը։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը մեր հայրենակիցները շատ լավ գնահատում են։ Իրավիճակի սրությունը, իրավիճակի բարդությունը, ժամանակաշրջանը, անվտանգության հարցերին վերաբերող եւ այլն եւս մեր հայրենակիցները մեզանից շատ լավ մեկնաբանում եւ վերլուծում են, այնպես որ մենք սրա վրա ենք աշխատում եւ ազնիվ ենք, արդար ենք, թափանցիկ ենք, ինչը կարծում եմ գնահատվում է մեր հայրենակիցների կողմից։